Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, երկար ժամանակ է բացակայում էիք հարգելի պատճառներով եւ թեմաները շատ են, որոնց հետ կապված կլսենք նաեւ ձեր դիտարկումները եւ իհարկե մեզ համար շատ կարեւոր է, թե անցած շաբաթ ինչ տեղի ունեցավ Մայր աթոռում։ Մենք տեսանք, որ 10 դիրադավները հայտարարություն տարածեցին, որ պատրաստվում են գնալ Վեհարան եւ ինչպես իրենք են խոսում այդ մասին, հանգստի ուղարկելու կաթողիկոսին։ Շատ արագ ամբացանցով հավատավոր ժողովուրդը հաղորդագրություններ էր տարածում, հրապարակումներ էր անում, որ բոլորը շարժվելու են Մայր աթոռ, մասնակցելու ժամերգության, մոմավառության եւ մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Էջմիածնում։ Ընդամենը մեկ դրվագ, եթե կարելի է ցուցադրենք, Սա դրվագներից մեկն է, ինչպես են, այսպես ասենք, այդ հարցակման կազմակերպիչներից մեկը, խուլիգանական պահվածքով աչքի ընկնողը տաճարի խոյակին մագլցած այս մարդը ոչ ավել ոչ պակաս Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է։ Սրա մասին գրել է ազգային ժողովի падգամավոր պարոն Դանիելյանը, Գառնիկ Դանիելյանը։ Եվ հենց այդ օրը խնդրեմ ձեր դիտարկումները, մենք տեսանք Մայր աթոռում հավատավոր ժողովուրդը թույլ չտվեց, որպեսզի տիրադավները հասնեն իրենց նպատակին, իրենց հրահանգողի գլխավորությամբ եւ մի գազելով ուղակի ճանապարհեցին դրանց։ Համեցեք։ Նախ եկեք գնահատենք ինչու դեկտեմբերի 18-ին նման միջոցառում եղավ իշխանությունների կողմից։ Ըստ իս դեկտեմբերի 18-ին նաև Մայր աթոռում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Իշխանությունները բնականաբար վաղօրոք իմանալով, որ դեկտեմբերի 18-ին տեղի ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, երկու խնդիր դրեցին. առաջին վիժեցնել այդ նիստի անցկացումը, երկրորդ եթե ստացվի ներխուժել պատարագի ժամանակ տաճար, խժդժություններ առաջացնել, ինչու չէ նաև վեհափարի նկատմամբ բռնություններ։ Եվ այսպես մինչ այդ մեր եկեղեցու հավատավոր զավակները, անկախ նրանից, որ կուսակցության անդամ են, ինչ կարգավիճակ ունեն Հայաստանի Հանրապետությունում, նախորդ օրը հայտարարություններով հանդես եկան, կոչ անելով իրենց համախոհներին եւ մեր ժողովրդին, եկեղեցու հավատավոր զավակներին միասնական կերպով լինել Էջմիածնում Մայր աթոռում։ Ես մի քանի դիտարկում անեմ իշխանությունների կատարած քայլերից, ինչպես էին պլանավորել օպերացիան։ Եվ այսպես ոստիկանական ուժերը կեսօրվա կողմը բավականին մեծաթիվ ուժեր հայտնվեցին Էջմիածնում։ Ինչ խնդիր էին լուծում, իբր եկել են այնտեղ անկարգությունները կանխարգելելու։ Նման բան բնավ երբեք չկար։ Անկարգություն չկար։ Մեր ժողովուրդը պատարագի ժամանակ մասնակցում է պատարագինի տարբերություն քաղաքական խմբակի եւ իր կողմնակիցների, որոնք պատարագներին գնում են լսելու։ Եթե հիշում եք, հոկտեմբերի 26-ին կարծես թե գլուխ էին գովում, թե Հովանավանքում ինչպես են իրենց համախոհները այդ եկեղեցում, ներսում, դռների մոտ, հեռվում եկել եւ լսում պատարագ։ Այս լսիչները բնականաբար իրենց ներկայությունն էր ակնհայտ բախումների տանելու, բայց այնուամենայնիվ ոստիկանական ուժերի բուն նպատակը ապահովել 10 դավաճան, ուխտադրուժ եւ հերձողական եպիսկոպոս, արքեպիսկոպոսների մուտքներ տաճար։ Այդ ոստիկանական ուժերը պետք է ապահովեին դա։ Ինչպես սկսվեց դա, որպեսզի կարողանային այդ 10-ին հնարավորություն ընձեռնել, որ նրանք մուտք գործեին, տաճարի դռներից մոտ մի 30 մետր հեռավորության վրա երկու կողմի 3 շերտով ոստիկաններ էին կանգնած, այսինքն ստեղծել էին միջանցք, որպեսզի այդ 10 անձին առանց խոչընդոտների ժողովրդի կողմից բերեին հասցնեին տաճարի դռների մոտ եւ իրենք մուտք գործեին։ Բայց մինչ այդ տաճարի ներսում իրենք պիտի ունենային շատ կողմնակիցներ, ընդ որում այդ կողմնակիցները պետք է ապահովեին դռների մոտ իրենց ներկայությամբ բաց դռներ
եւ այդ 10-ի մուտքը։ Այսինքն գոնե առնվազն տաճարի ներսում գոնե 1/3 կամ 50%-ը ներսում գտնվողներ պետք է լինեն իրենց կողմնակիցները։ Դա չստացվեց վստահաբար, ներսում մի քանի հոգի իրենց կողմնակիցներից մնացին, տաճարի մուտքի ներսի կողմը ամբողջովին եկեղեցու հավատավոր զավակներն էին։ Եվ եթե այդ տեսանյութ հուշահատություն դարձնենք, ձեր նշած անձը ինչ է փորձում անել։ Փորձում են դռներից ներս խուժել արարողության վայր, որը չի ստացվում, որտեղ դռների ներսի կողմը ամբողջովին եկեղեցու հավատավոր զավակներն էին։ Եվ այդ 10-ին բերում են վեհարանի մոտ, նրանք երկու բարձրախոսով նրանցից Վազգեն Միրզախանյան Սրբազանը ինչ որ խոսք է ասում եւ հետո իրենք հաղորդեցին, որ ինչ որ նամակ են փոխանցել Մայրաթոր վեհապարի հրաժարականի պահանջով։ Ուշադրություն դարձրեք մի շատ կարևոր հանգամանքի վրա, ինչ ուժեր էին ներգրավված իշխանությունների կողմից։ Թվարկում ենք ազգային անվտանգության ծառայություն, որի աշխատակիցների մի մասի դեմքերը նույնականացվեց, երբ իրենք համազգեստով ինչ որտեղ ծառայություններ են իրականացնում։ 10-ի անվտանգությունը ապահովող եւ անվտանգության ծառայողներ եւ ոստիկանության եւ տարբեր կուսակցությունների Փաշինյանի եւ Փաշինյանի համախոհ, այդ թվում նաեւ Հանրապետություն կուսակցության համախոհները, որոնք ապահովում են այդ 10-ի մի քանի մետրանոց տեղաշարժը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ եւ նրանց համախոհներ, պետական հաստատություններից բերված անձինք, հարբած քաղաքացիներ։ Եվ հետաքրքիր գիտեք որն է, այդ 10-ի մեջ 5 թեմակալ առաջնորդ կա։ Ուրեմն ամենամեծ թեմը Հայաստանի Հանրապետությունում Արարատյան հայրապետական թեմն է, որը հիմնականում Երևանում այդ թեմի մեջ մտնում են Երևանի եւ մոտակա Երևանամերձ շրջակայքի եկեղեցիները։ Այսինքն ընդհանուր թվով, եթե գումարային վերցնենք, մոտ 1 միլիոն բնակչություն։ Մնացած 4 թեմերի բնակչությունը եթե գումարենք, մոտ կես միլիոն է։ Այսինքն 1.5 միլիոն բնակչություն ունեցող 5 թեմերից որքան քաղաքացիներ են եկել։ Մի քանի տասնյակ։ 100-ի մոտ ամուսնացյալ քահանաներից մոտ 2-3 քահանա։ Սա ինքնին ցուցիչ է։ Այսինքն ինքնին ցուցիչ է այն իրողության, որ այդ 5 թեմակալ առաջնորդները եւ իրենց թեմերում եւ իրենց ամուսնացյալ քահանաների մոտ ունեն 0 հեղինակություն։ Հակառակ դեպքում 1.5 միլիոն բնակչությունից, եթե թեմակալ առաջնորդները իրենց ենթակա եկեղեցիների համայնքներին կոչ անեին, որ այդ օրը մասնակցեն Մայրաթորում, առնվազն մի քանի հազար մարդ պետք է լինեին։ Այնինչ մի քանի տասնյակ։ Այսինքն սա մեր ժողովրդի համար կարևոր ցուցիչ է գնահատման, որ այդ թեմակալ առաջնորդները եւ իրենց եկեղեցիների ամուսնացյալ քահանաները ամբողջովին դեմ են թեմակալ առաջնորդների կեցվածքին եւ այն քայլերին, որով փորձ է արվում մասնատել եկեղեցին եւ պարտադրել վեհապար հայրապետին հրաժարական տալու։ Սա արձանագրենք որպես ամենակարևոր իրողություններից մեկը։ Այդ մարդիկ չունեն հեղինակություն կամ ունեն 0 հեղինակություն։ Հաջորդ օղակը ուժային կառույցներն են, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն։ Երրորդ օղակը, իսկ որոնք իրենց պարտականություններն են կատարում, որպեսզի հնարավորություն ընձեռնեն այդ 10 անձը մուտք գործեն եկեղեցու տարածքից դեպի տաճար։ Հաջորդը տեղական ինքնակառավարման մարմիններ, ղեկավարներ եւ նրանց շրջապատը։ Հաջորդը պետական հաստատությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ եւ պատկերացրեք սիրելի ժողովուրդ, այդ հզոր բանակի մեջ մի քանի 100 ոստիկան էին ակնհայտ համազգեստով, ու ասենք մի փոքր պակաս համազգեստը փոխած քաղաքացիականով եւ մոտ 200-300 հոգել, այսպես ասենք, կիսահարփած կամ կիսաուռած մարդիկ, որոնք եկել էին կամ որոնց բերել էին։ Եվ այս ամենի արդյունքում ստացվեց հետևյալը. չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը, այն է 10 անձին եպիսկոպոսներին մտցնել տաճար։ Իրենց առաջնահերթ խնդիրը 10 անձին մտցնելն էր, որտեղ ոստիկանական պատնեշը կանգնած էր դռների մոտից մոտ 30 մետր հեռավորության վրա երկկողմում, երկու շերտով, միմիայն նրա համար, որպեսզի կարողանային այդ 10 անձին մտցնել ներս։ Ես կարծում եմ, որ եթե տաճարի ներսում
1/3 կամ կեսը լինեն իրենց համախոհները, ասենք մոտ 50-60 հոգի, ապա ներսում կարելի է ասել անկանխատեսելի զարգացումներ կարող ունել, այդ թվում նաև Վեհափար Հայրապետի նկատմամբ բռնություն։ Սա ձախողվեց շնորհիվ առաջին հերթին Վեհափար Հայրապետի բավականին սառնասիրտ 100%-անոց ինքնազսպումով, օրվա խորհրդով ապրող այդ աղմուկը գոռոցները, որից է ձով իր վրա չազդով, ինքը իր մեծագույն առաքելության մեջ եւ իր շատ կարեւոր խոսքով, որը հնչեցվեց արարողության ժամանակ։ Երկրորդ այն հոգեվորականների, որոնք ամբողջովին սատարում են Վեհափար Հայրապետին, կապ չունի իրենք այդ պահին մայրաթորում են, թե իրենց եկեղեցիներում։ Երրորդ մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր տասնյակ հազարավոր անդամների։ Չորրորդ քաղաքական ուժերի, քաղաքական եւ հասարակական ուժերի, որոնց ղեկավարները մինչև այդ արարողությունը նախորդ օրը հայտարարություններ էին տարածել, որ սատարում են եկեղեցու միասնականությանը Վեհափար Հայրապետին եւ որոնց կոչով հազարավոր քաղաքացիներ եւ եկեղեցու նվիրյալ զավակներ այդ օրը եկան մայր տաճար։ Ինչ ստացավ Փաշինյանը։ Ստացավ ուղղակի շառաչուն ապտակ։ Իհարկե իրենց կողմից դա երկու օրվա ընթացքում կազմակերպվող միջոցառում էր ինքնաբուխ, բայց ես ինքս համակարգում եմ աշխատել եւ գիտեմ համակարգը ժամերի ընթացքում ինչպես կարող է կոնսոլիդացվել եւ լուծել այն բոլոր խնդիրները, որ համակարգի առաջ դրվում է։ Այդ համակարգի սնանկությունը ցույց տրվեց։ Եվ ամենակարևորը այդ 10 անձինք եպիսկոպոսները, որոնք վեհարանի կողքն էին հայտնվել, մի քանի րոպե Վազգեն Միրզախանյան Սրբազանը կարդաց ինչ-որ բան եւ ուղղակի դուք նայեք ինչպես ճողոպրեցին։ Երբ որ նստեցին, ինչպես ասում են, մի երթուղային տրանսպորտ, մեր լրագրողները մի քանի կադր կարողացան ներսից ուրեմն նկարել։ Շատ տիպական էր այդտեղ Գևորգ Սրբազանի այլայլված դեմքը, վախվորած։ Ահա թե ինչն է այդ մարդկանց շարժում։ Վախերով, կոմպրոմատներով, մարմնավոր գնահատականներով ծառայել չարին։ Իհարկե սա ինքնին ի սկզբանե դատապարտված է։ Ուղղակի դեկտեմբերի 18-ին այդ պարտությունը արձանագրվեց մայրաթորում։ Արձանագրվեց մեր ժողովրդի իրենց զավակների հավատավոր զավակների կեցվածքը, վճռականությունը, միակամությունը, խորագիտությունը, որ կարողացան գնահատել, թե հակառակորդը ինչ խնդիր է կատարում եւ ինչպես թույլ չտալ, որպեսզի տաճար մուտք գործեն։ Ինքնին սա ցուցիչ է եւ կարծում եմ, որ 44 օրյայից հետո իհարկե տարբեր չափերի ընդվզումներ եղել են, նկատի ունեմ ներգրաված անձած քանակը, բայց վերջնարդյունքում իշխանությունը կարողացել է չեզոքացնել, ձերբակալել ղեկավարներին եւ այսօր էլ նստած են շատ ղեկավարներ, իսկ այն ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին մայրաթորում, կարելի ասել արձանագրել, որ սա մեր ժողովրդի հավաքական առումով միակամությամբ, նվիրվածությամբ առաջին լրջագույն հաղթանակն էր այս ճակատամարտում, հաղթեց եկեղեցին, հաղթեց Վեհափար Հայրապետը, հաղթեց մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակները։ Իհարկե սա իշխանություններին մտորելու եւ խորելու բավականին լուրջ առիթներ տալու է։ Պարոն Նահապետյան, ամեն դեպքում ես կուզեմ, այսպես ասենք, անվանական անդրադառնալ այս անձերին, մասնավորապես Վազգեն Միրզախանյանին, որը առաջնագծում է, այսինքն իր վրա է ամբողջությամբ վերցրել այս կեղտոտ արշավը, ինչով է սա պայմանավորված եւ առաջինը ինքն էր, որ նախ հիշեցման կարգով մենք անցած շաբաթ անընդհատ ներկայացնում ենք այն տեսանյութը, որտեղ ինքը խոսում է մոտավորապես 1.5 ամիս առաջ, 1 ամիս առաջ խոսում է այն մասին, որ Վեհափարին հրաժարականը որևէ պահանջ գոյություն ունի եւ դրան հաջորդում է անմիջապես նույն ազատությանը տված հարցազրույցում, որ ժամանակն է Վեհափարը գնա հանգստի։ Խնդրեմ այս անձի հետ կապված ձեր տեսակետը։ Մինչև անձի մասին ես կասեմ այդ 10-ի վրա ինչ խնդիրներ է դրած իմ տեսանկյունից, բայց ուղղակի քանի որ այս տաղավարը բավական մեծ լսարան ունի, ես չեմ բացառում, որ այդ 10-ից մեկը, երկուսը կարող է լսեն այս հաղորդումը, առավելս որ դրանցից մեծ մասը ինձ անձնապես են ճանաչում, ժամանակին մենք մեր արժեքների պաշտպանության հետ կապված եկեղեցու նետված
մարտահրավերների հետ կապված ուղղակի համագործակցել ենք։ Ես չեմ ուզում փակագծեր բացեմ, բայց որոշներ ինձ եւ իմ ընկերներին շատ լավ գիտեն։ Հիմա այդ 10 անձի վրա ինչ խնդիր է դրված։ 10 անձերի մեջ 5 թեմակալ առաջնորդ կա։ Տարօրինակ է, որ Վազգեն Միրզախանյան Սրբազանը առայսօր Հայաստանի Հանրապետությունում է։ Ինչու մեզ Բալտիկայում չի։ Ասում են ելքը փակված է, որտեղ իր վրա քրեական գործ կա հարուցած։ Այդ քրեական գործի մասին որևիցե ձևով տեղեկատվություն չկա։ Ես կարծում եմ, որ դա ապատեղեկատվություն է, ուղղակի Վազգեն Միրզախանյան Սրբազանի վրա որոշակի գործառույթներ է դրված եկեղեցու դեմ արշավի ընթացքում։ 10 սրբազաններից յուրաքանչյուրը ունի իր առջև դրված խնդիրներ կատարելու համար։ Վազգեն Միրզախանյան Սրբազանը եւ Գևորգ Սարոյան Սրբազանը իրենք դառնալու են այս գործընթացի եւ դարձել են արդեն խոսափողները, ընդ որում առաջին համարով Վազգեն Միրզախանյան Սրբազանն է, երկրորդ համարով Գևորգ Սարոյան Սրբազանը։ Իրենք են խոսում, իրենք են ներկայացնում, իրենք են մեկնաբանում։ Ես Վազգեն Միրզախանյան Սրբազանին դեռևս գիտեմ 2018-19 թվականներին, երբ բացահայտ անթաքույց պաշտպանում էր Փաշինյանի վարչակազմը։ Սա ընդ որում ասեմ ձեզ, այդ ժամանակ միակն էր, որը իր կեցվածքը չէր թաքցնում։ Ուրեմն երկուսը հրապարակավ կեցվածք են դրսևորում հանրային դաշտում իբր իրենց մոտեցումները, նպատակները ներկայացնելու համար։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը Նավասարդ Կճոյան Սրբազանը։ Նրա վրա այլ գործառույթ է դրված, ես կարծում եմ, ներքին կազմակերպական հաշվի առնելով, որ այդ թեմը ամենամեծն է Հայաստանում գործող եկեղեցու 12 թեմերից։ Միաժամանակ իր հնարավորություններով ավելի մեծն է հաշվի առնելով եւ մասնագիտական եւ մարդկային ռեսուրսները եւ պատահական չի, որ օրեր առաջ բարենորոգում ԿՏԻ-մ կայք բացվեց, որտեղ իբր ստորագրություններ էին հավաքվում վեհափար հայրապետի հրաժարականի պահանջով։ Ասենք առնվազն տարօրինակ է, որ այդ թեմի առաջնորդը գիտի, որ ստորագրահավաքով հրաժարական չի տրվում։ Ինչ է ստորագրահավաքով է վեհափար հայրապետը դարձել վեհափար հայրապետ։ Իհարկե ոչ։ Ազգային եկեղեցական ժողովն է ընտրել իր հոգևորականներով եւ աշխարհականների ներկայացուցիչներով, որից հետո վեհափար հայրապետը օծվել է Սուրբ Հոգուց, այսինքն Աստծո ներկայության, որի շնորհները տրվել է վեհափար հայրապետին, որպեսզի վերջիններս իր հավատավոր զավակներին եւ հոտին տա, այսինքն մյուսները օծվում են վեհափար հայրապետի կողմից։ Հիմա ես կարծում եմ, որ Արարատյան հայրապետական թեմի վրա դրվել է գործառույթ սպասարկել իբր այս 10-ի կողմից իրականացվող աշխատանքների, գործընթացների, իրադարձությունների լուսաբանումը։ Եվ կարելի է ասել, այստեղ մի հետաքրքիր անձնավորություն էլ կա, որ իր անունազգանը այդ բարենորոգում ԿՏԻ-ում կայքում գրել էր Ալմաս Մուրադյան, որը աշխատակազմի ղեկավարն է, նախկինում լրատվության պատասխանատու, այս անձի վրա է դրված։ Եթե Արարատյան հայրապետական թեմի համապատասխան հնարավորությունները նկատի ունեմ տեղեկատվական, մասնագիտական, մարդկային մի փոքր առավել ակտիվ լինեն, մենք հրապարակավ կսկսենք բացել փակագծերը, թե ովքեր են այդ անձերը եղել նախկինում ինչ գործառույթներ են իրականացնել, որ աղանդավորական կառույցների անդամներ են եղել, ինչպես են հայտնվել Արարատյան հայրապետական թեմում, որ կառույցների հետ են համագործակցել, որտեղ ինչ ստորագրություններ են տվել։ Առաջում դրա ժամանակը չի, ավելորդ անգամ իրենց չգովազդենք։ Ես ներկայացրեցի 3 սրբազանների, մնացած, այսպես ասենք, 4 սրբազանները
դրանք թեմակալ առաջնորդներ են, որոնք պետք է ապահովեին մասովկան։ Եվ փայլուն կերպով իրենք այդ առումով իրենց կարելի է շնորհակալություն հայտնել, փայլուն կերպով իրենք դեկտեմբերի 18-ին մայրաթոռում ձախողեցին։ Այդ դրա համար շնորհակալություն։ Սա եղավ 7։ Մի սրբազան կա, Արտակ Սրբազանը, որը մայրաթոռի միաբան տեսու չէ։ Ես այդ անձի մասին լսել եմ դեռևս 2018 թվականի հունիս ամիսներին, որտեղ երբ նոր Հայաստան նոր հայրապետ, այսպես կոչված շարժումներ ընդդեմ Վերապար հայրապետի, մենք բավականին այդպես իրազեկ ենք այդ շարժման ներքին խոհանոցից, եւ մի քանի սրբազաններ պատրաստակամություն էին հայտնել չերևացող կերպով օժանդակել ուրեմն այդ շարժմանը։ Այդ անձանցից մեկը եւ ամենայն հավանականությամբ մայրաթոռից դուրս եկող տեղեկատվությունը, որը շատ արագ փոխանցվում էր այդ շարժման որոշ անդամների, որտեղ կային հոգեվորականներ, բաց այդ երկու հոգեվորական եւ աշխարհականներին, ամենայն հավանականությամբ նաեւ այդ աղբյուրով էր դուրս գալիս։ Խոսքս Արտակ Սրբազանի մասին է։ Սա ուրեմն եղավ 8։ Հովնան Սրբազանը, որը ԱՄՆ-ի արմենիական թեմի առաջնորդն է, իր մասին տարբեր հրապարակումներ կան, ես չեմ ուզում անդրադառնալ, որտեղ այնուամենայնիվ այն գնահատականները եւ իր վարքը մինչեւ այդ կարգավիճակը ստանալը ինչպեսին է եղել, ես դրա ոչ ապացույց ունեմ, ոչ էլ ուզում եմ անդրադառնալ, թե ոչ դրական լույսերով, շատ ավելի հակառակ լույսերով իր մարմնավոր կյանքի մասին է բավականաչափ այսպես պատմվում, չեմ էլ ուզում արձագանքեմ այդ իրողություններին։ Բոլորին ասենք, թե ոչ։ Հա, եւ չէ, եւ վերջինը 10-րդը Անուշավանն է, ես ասենք այդ անձի գործնեության մասին որևիցե գնահատական չունեմ, թեև սոցիալական ցանցերում, լրատվական հոսքերում ասենք բավական նեգատիվ գնահատականներ իր վարքի, իր կենցաղվարության, իր բարոյական նկարագրի մասին, մի բան կարող եմ ասել Անուշավան Սրբազանի, ինքը սովորաբար Երևանում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կա, ես այդ եկեղեցու համայնքի անդամ եմ, ինքը միշտ պատարակներին այդտեղ է լինում, եղել են պատարակներ, որտեղ ինքը պատարակիչ քահանա է, ես ասեմ, որից է բացասական բան չեմ տեսել, ես չեմ ուզում գնահատել մի բանի մասին, որտեղ ինքս համոզված չեմ, օրինակ եթե Վազգեն Սրբազանի մասին, Վազգեն Միրզախանյան Սրբազանի մասին, այսպես, ես պատական չեմ ասում, իրենց հոգևորական կարգավիճակը ես վերջում եմ ասում։ Սա էլ իմ կողմից ցուցիչ է, քանի դեռ ուրեմն իրենք ունեն ստատուս, օցիալ են եւ ունեն կարգավիճակ։ Իր մասին ասել եմ դեռևս Ջավախքում իր ծառայած տարիների եւ այն շրջանակների հետ, որտեղ ինքը հանդիպել է, այն դեպքերի իրադարձությունների, որտեղ առավել քան ես իրազեկ եմ, հիմա դրա մասին չի, բայց ակնհայտ է, որ այս ամեն ինչի շոկեքարշը, երևացող շոկեքարշը, ես ենթադրում եմ, որ դա Վազգեն Միրզախանյան Սրբազանն է, իսկ չերևացող շոկեքարշը Նավասարդ Կճոյան Սրբազան, այո։ Կգա պահը եւ կարծում եմ, եթե իրենք մտածում են, որ Փաշինյանը հավերժ է, հավերժ չէ։ Այն, որ աշխարհում տեկտոնիկ փոփոխությունների արդյունքում երկրներում գլոբալիստների կողմից նշանակված իշխանությունները փոփոխվում են, կարծում եմ որևիցե մեկի համար գաղտնիք չկա, ընդ որում 3 տեղեկատվություն տարածեց, որ պետքարտուղարությունը, որն է պատասխանատու աշխարհում պետություններում դեսպանների նշանակման, որոշել է 24 դեսպանների ԱՄՆ դեսպանների փոխել այդ կանչել այդ թվում նաև այստեղ։ Այսինքն այդ մաքրման գործընթացը գնում է եւ անկախ նրանից Հայաստանում ինչ դիմադրություն կլինի, որքան կլինի, իրադարձություններ են տեղի ունենալու, որտեղ մենք չենք կարող այդ process-ների վրա ազդել։ Մենք պետք է ազդենք այն process-ների վրա, որը մեր իրավասությունների, մեր հնարավորությունների ներքո է, իշխանության ներքո է։ Եվ Փաշինյանն էլ է գնալու, վստահաբար գնալու է, այնպես չէ, այդ 2026, հետո 2031-ի հիմարություններ, այս մարդիկ օրերով են ապրում։ Միգուցե այսպես ինքնախաբեությամբ փորձում են մեր ժողովրդին մոլորեցնել, բայց ես վստահաբար եմ ասում, իրենք հրաշալի գիտեն, որ օրեր, ամիսներ, չգիտեմ,
որ պահին Ուկրաինայում թեման փակվեց, ես կարծում եմ աշխարհում որակապես փոփոխություններ են տեղի ունենալու։ Հիմա ես ինչու համար սա որոշակի քաղաքական, հա, այսպես մեջբերում արեցի, այս մարդիկ թող հասկանան խոսքս 10-ի եւ մի քանաների մասին է, հա։ Եթե իրենք հլու հնազանդ ծառայում են Չարի ծառա Փաշինյան Նիկոլին, որոշակի վարկաբեկիչ նյութերի հիման վրա, եւ դա օրվա իշխանությունների ձեռքին լծակ է իրենց օգտագործելու, ձեզ վստահեցնում եմ, որ նոր իշխանությունները այդ գործիքը ոչ թե օգտագործելու են կրկին այդ 10-ին ծառայեցնելու իրենց, այլ այդ գործիքը խոսքս վարկաբեկիչ նյութերի մասն է։ Եթե դրանց մեջ իրեն իրողություններ, որը իր մեջ պարունակում է քրեական հետապնդում, այս 10-ն էլ թող իմանան, իրենք քրեական առումով հետապնդվելու են։ Եվ մեր 4 սրբազանները, ճիշտ է, Մկրտիչ սրբազանը Արագածոտնի թեմի առաջնորդը, ինքը ԱԱՑ-ում չի նստած, հա, Երևան ամենածանր պայմաններում է Բարաշենի քրեակատարողականը։ Ես կարծում եմ, որ մեր հոգևորականներից ամենատոկուն, ամենաամուր հոգևորականներից մեկն է, իմ կողմից ճանաչված, եւ յուրաքանչյուր օրվա իշխանություններին ծառայող սրբազան եւ ամուսնացած քահանա թող իմանա, գալու է քարեր հավաքելու ժամանակը եւ այն վարկաբեկիչ նյութերով, որոնց օգնությամբ իշխանությունները սուր իրենց կառավարում են, եւ նորից եմ կրկնում, այդ նյութերի մեջ եթե իր մեջ քրեական տարեր պարունակեն, այսինքն իրավական հետապնդում, այդ մարդիկ վստահաբար հետապնդվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ ամենակարևորը, եթե ուշադրություն դարձնեք, առերևույթ օրվա իշխանությունների կեցվածքը կաթողիկոսին փոխելն է, այսպես ասենք։ Եվ դրա համար օգտագործում են տարբեր գործիքներ, այդ թվում եւ առաջին հերթին վեհապար հայրապետի մտերիմների, հարազատների, բարեկամների նկատմամբ հետապնդումներ իրականացնել։ Պարոն Նահապետյան, ինչ այդ մինչև անդրադառնալը, որովհետև մենք անպայման անդրադառնալու ենք նաև ինչ որ ծիծաղելի հրապարակումների, KGB-ի ագենտների հետ կապված, հա, կգանք անպայման դրան, բայց մինչ այդ քանի որ առիթ չենք ունեցել։ Սրբազանները Կալանավայրից նամակ տարածեցին, որը ըստ էության Հայաստանի Հանրապետությունում գործում է զինված բանդա, որը գլխավորում է այս իշխանության ղեկավարը եւ իրենք այդ կեղծ պատարակի անվան ներքո սատանայական ծիսակարգեր են իրականացնում։ Ես կուզեմ սրբազանների հայտարարությանը անդրադառնալ եւ նաեւ 3 Միքայել Սրբազանը ուղակի կարդամ նամակը, որպեսզի ձեզ չընդհատեմ ամբողջությամբ խոսեք այս մասին։ Միքայել Սրբազանի նամակը հիվանդանոցից։ Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են, տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման։ Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույց փակագծերում ընդ որում կրկնակի, Աբեղայի կողքին եւ կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները։ Ցավալի էր տեսնել այդ խայտարակությունը, ինչը չի եղել անգամ 1915 եւ 37 ճակատագրական տարիներին։ Խնդրում ենք վեհապար հայրապետին, որ անհողդողդ եւ անսասան մնա, կտրելով եւ դեն նետելով տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի ընդեր երկիրը սխափանեն։ Մեր հիասմունքն ենք հայտնում Մայրաթորի օրինապահ միաբանությանը, եպիսկոպոսներին եւ վարդապետներին, քահանայից դասին, Սարգսավագաց եւ մեր հավատավոր եւ հավատարիմ ժողովրդին։ Մնացեք ամուր եւ զորավիկ եղեք ձեր մայր եկեղեցուն եւ նրա օծյալ հայրապետին։ Խավարը կանցնի, լույսը կրկին կհաղթի։ Միքայել arczepiskopos Աջապահյան։ Ամեն։ Ուրեմն ասեմ ձեզ, մեր եկեղեցու թզենին չորացած չի, պտուղները տալիս է, բավական առատ պտուղներ, բայց այնուամենայնիվ որոշ ճյուղեր չորացել են, այդ ճյուղերը կտրվեն կամ կջարդվեն, դա արդեն, ինչպես ասում են, ընտրության հարց է։ Շատ կարևոր է, որ մեր 4 սրբազանները, որոնք այսօր անազատության մեջ են, տոկուն են, Աստծով են, հավատով են եւ տոկունության, միակամության եւ հաստատակամության կոչեր են անում վեհապար հայրապետին, հոգեվորականներին եւ եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակներին։ Սա ինքնին ցուցիչ է, որ ինչպես գրված է մեկը Աստծով ավելի զորավոր է, քան աշխարհը,
մեր յուրաքանչյուր սրբազան, որոնք այսօր անազատության մեջ են, շատ սրբազաններ, որոնք իրենց կեցվածքով այսօր եկեղեցու միասնականության եւ վեհապար հայրապետի կողքն են կանգնած, շատ մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակներ, որոնք պաշտպան են մեր եկեղեցուն, վեհապար հայրապետին, իրենք եւս Աստծով են։ Այստեղ կռիվը շատ ավելի խորքային է, քան առերևույթ այն գործընթացները, որ մեզանից յուրաքանչյուրը գետնի վրա տեսնում է։ Ես ուղղակի դրա կարևորությունն եմ հասկանում եւ հասկանում եմ, որ Փաշինյանի խմբակը սա ընդհանրապես փոքր գործիք է, աշխատող գործիք է այն նպատակների իրականացման համար, որով փորձում են որոշ ուժային կենտրոններ եւ պետություններ մեր եկեղեցին մասնատել։ Այս թեմայով ես բավականին երկար վերլուծություններ տվել եմ տարբեր լրատվամիջոցներով։ Ուղղակի այստեղ հիշեցնեմ մեկ զուգահեռ։ Հարվածը պատրաստվում է եւ իրականացվում է ընդհանրապես ուղղափառ աշխարհի դեմ։ Այնպես ինչպես ժամանակին կաթոլիկ աշխարհը թյուրքական ցեղերին օգտագործեց ուղղափառ բյուզանդյան վերջիններիս կողմից այդ ցեղերի կողմից նվաճվելու, իսկ այդտեղ ամենակարևոր շահառուն դա թյուրքական ցեղերը չէին, շահառուն Վատիկանն էր։ Այնպես էլ հիմա շահառուն Վատիկանն է եւ ավետարանական որոշ եկեղեցիներ եւ այլ կառույցներ, որոնք իրենց եկեղեցի են կոչում։ Ինչու՞։ Այ օրինակ Ուկրաինայի օրինակը բերեմ, ուշադրություն դարձրեք, Ուկրաինայում կար ուկրաինական ուղղափառ եկեղեցի, ռուսերեն Ուկրաինսկը պրավասլավնայա ցերկվ։ Մասնատեցին, եկեղեցիների մի մասը արգրավեցին, հոգևորականներին սպանեցին, բանտարկեցին եւ ստեղծեցին այդ եկեղեցուց փոկված մի բեկոր։ Հիմա ուշադրություն մեր լսողներին, ինչպես անվանեցին այդ եկեղեցին։ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի, ռուսերեն պրավասլավնայա ցերկվ Ուկրաինի։ Այստեղ նոր անվանման մեջ ամենակարևոր բառը Ուկրաինա բառն է։ Ուշադրություն դարձրեք եւ նման մոտեցում, նման խնդիր դրել են Փաշինյան Նիկոլի առաջը։ Այսինքն Հայաստանի եկեղեցի։ Եվ բուն նպատակը մեր եկեղեցու մասնատումն է։ Ինչու Հայաստանի եկեղեցի։ Հիշեք, որ Ուկրաինայի անջատված այդ բեկորը ստացավ կարգավիճակ Կոստանդնապոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարքի հայտնի անձի կողմից, որը Թուրքիայի քաղաքացի է, ազգությամբ հույն է, Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին սպա եղել եւ ամբողջովին սպասարկում է ոչ թե ուղղափառ քրիստոնյա աշխարհը, այլ կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոններին, այդ թվում նաեւ Թուրքիայի շահերը։ Հիմա նույն գործընթացը փորձ է արվում տանել Հայաստանում։ Այսինքն Հայաստանում ստեղծել մի եկեղեցի, որի մեջ Հայաստան բառը պետք է դառնա բանալի բառը։ Այսինքն Հայաստանի եկեղեցի, թե այդ Հայաստանի եկեղեցու բառերի արանքում ինչ բառ կդնեն, դա արդեն խիստ երկրորդական է։ Հայաստանի 12 թեմերի վրա նոր եկեղեցի, որը արվելու է այնպես, որ ուղղակիորեն կառավարվի Կոստանդնապոլսի, խոսքս մեր պատրիարքի մասին չի, Կոստանդնապոլսի այն պատրիարքի, որը պատասխանատու է ուղղափառ աշխարհում շատ որոշումներ իրականացնելու համար։ Եվ նույն զուգահեռը ինչ որ արվել էր Ուկրաինայում, նույնը հիմա պրոյեկտվում է Հայաստանում։ Իդեպ ասեմ, նման պրոյեկտ պատրաստում է Վրաստանում, որպեսզի Վրաստանի վրաց ուղղափառ եկեղեցին եւս մտցվի այդ Կոստանդնապոլսի պատրիարքի ենթակայության ներքո։ Նույնը փորձ է արվելու Բուլղարիայում, Սերբիայում եւ բոլոր այն երկրներում, որտեղ եկեղեցին ուղղափառ է։ Այսինքն իրականում թիրախը ուղղափառ եկեղեցին է։ Եվ այդ պայքարում Հայաստանը ունի շատ կարևոր նշանակություն, հաշվի առնելով մեր եկեղեցու 2000-ամյա լինելությունը, առաջին 1700 տարվա պետական կրոն հռչակվելը, բազմաթիվ փորձություններով, խոչերով, խոչընդոտներով անցած, հաղթանակած դուրս եկած մեր եկեղեցին այդ առումով շատ կարևոր դերակատարում ունի ընդհանրապես աշխարհի քրիստոնյա աշխարհի եւ մասնավորապես ուղղափառ քրիստոնյա աշխարհի։ Դրա համար, ինչպես ասում են, բոլոր կողմերից
շներին ֆաս են տվել մեր եկեղեցու վրա։ Եվ պատահական չէ, թուրքական երկու խոշորագույն լրատվամիջոցները հրապարակում արեցին դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել, նշելով Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվում նշանակել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ով կդառնա ամենայն հայոց կաթողիկոսը, ում է աջակցում Անկարան։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, սակայն գլխավոր հարցը մնում է, ով կզբաղեցնի նրա տեղը։ Ըստ էության նաև նշում է, որ Հայաստանի հոգևոր կենտրոնում այս որոշումը ոչ թե կկայացվի, այլ Անկարայում եւ Ստամբուլում։ Խնդրեմ այս մասով, որպեսզի ամբողջությամբ չկարդամ հոդվածը, դուք ծանոթ եք հոդվածին, ինչ անուններ են շրջանառվում, եւ այս հարցի կոնտեքստում նաև ինչ սպասել մինչեւ ամանոր, որովհետեւ Փաշինյանը անընդհատ խոսում էր, որ մինչեւ նոր տարի պետք է ինքը այս հարցը լուծի։ Համեցեք։ Վստահաբար բոլոր նրանք, ովքեր լինեն աշխարհականներ, ուժային կենտրոններ, ապստամբ հոգևորականներ, մտածում են, որ վեհապար հայրապետը հրաժարական կտա, իրենք քաղաքական եւ հոգերու առումով երասխապությամբ են տառապում։ Առնվազն, ես ավելի խիստ գնահատականներ եթերով չտամ։ Ինչու՞։ Որտեղ վեհապար հայրապետը անգամ իրավունք չունի հրաժարական տալու։ Աստծո որոշումով Սուրբ Հոգու օծությամբ իրողությունը կարող է փոխել միայն Աստված։ Մարդը չի կարող բեկանել։ Կրկին անգամ հիշեցնեմ Սավուղ եւ Դավիթ թագավորների հակամարտությունը, երբ Իսրայելի առաջին թագավորը Աստծուց հետ կանգնեց պատվիրաններից, Աստված ընտրեց, օծեց երկրորդին Դավիթ թագավորին, որը հետո դարձավ Դավիթ մարգարե, թագավոր, Սավուղը փորձում էր սպանել Դավթին։ Դավիթը լինելով շատ ավելի վարժ, ռազմիկ, կարողացավ գիշերը շրջանցելով Սավուղի պահակախումբը մուտք գործել այնտեղ, որտեղ Սավուղը գիշերը հանգստանում էր, քնած էր, չսպանեց նրան, կարող էր սպանել, շորից մի պատառ կտրեց, դուրս եկավ եւ իր զինակիցները հարցրեցին. «Տեր, ինչու չսպանեցիր?» Ասեց. «Ես ով եմ, որ օծյալի վրա սուր բարձրացնեմ»։ Հիմա դուք ով եք, որ օծյալի վրա փորձում եք սուր բարձրացնել։ Ինչ սուր բարձրացրեցիք, այդ սրից էլ ընկնելու եք։ Սա առաջին։ Երկրորդ, վեհապար հայրապետը ընտրվել է ազգային եկեղեցական ժողովով, 1/3 հոգևորական, 2/3 աշխարհականների ներկայացուցիչների կողմից։ Այսինքն գոյություն ունի ընտրության կարգ, հասկացություններով չի, ստորագրահավաքով չի, մարդկանց բազմությամբ եւ ամբողջով չէ, այդպես չէ։ Դա քաղաքական գործընթաց չի, դա տեղական ինքնակառավարման մարմինների կամ համապետական ընտրություններ չեն։ Եվ բոլոր այն կեցվածները, որը օրվա իշխանությունները փորձում են կյանքի կոչել իրենց տերերի հանձնարարականները կատարելով, դատապարտված են ձախող ման։ Թեև իշխանությունները առ այսօր եւ առ այս պահը փորձում են ճնշումներ գործադրել, իրենք այդ ամեն ինչը մարմնավոր են գնահատում, որ եթե անձի վրա, իր շրջապատի վրա ճնշումներ գործադրեն, վերջինս կընկրկի եւ կհանձնվի։ Իրենց ամբողջ գործողությունների տրամաբանությունը կապված վեհապար հայրապետի ազգականների հետ մտնում է այս տրամաբանության մեջ։ Այսօր կալանավորված է վեհապար հայրապետի եղբայրը, եղբորորդին, քրոջորդին, որը Արագածուտին թեմի առաջնորդ է, քրեական գործ է հարուցված եւ ակնհայտ, այսպես զավեշտի հասնող իբր մի կոմպրոմատ, մի ինչ-որ սիվիկ կոչված լրատվամիջոցն է հրապարակել եւ ոչ ազգային անվտանգության ծառայությունը եւ ոչ էլ իշխանությունների այլ պատկան կառույցներ չեն բարձրաձայնել, որ այդ փաստաթուղթը ազգային անվտանգության ծառայությունից է տրված իբր կոմպրոմատ, որ ժամանակին խորհրդային տարիներին Ռուսաստանի նոր Նախճեվանի թեմի առաջնորդը իբր համագործակցել է անվտանգության ծառայությունների հետ։ Ուղղակի մի փաստ բերեմ, թեև երեք ես լսեցի հայ հեղափոխական դաշնակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանի հիմնավորումները, փաստացի բոլոր առումներով Գեղամ Մանուկյանը այսպես քարը քարին չէ թողում, հիմնավորելով, որ այդ թղթի կտորը ընդհանրապես պետք է քաղաքական խմբակը բազմացնի, պատժենահանի եւ օգտագործի արտաքնոցում, ոչ ավել ու ոչ պակաս։ Ուղղակի մի բան ասեմ, որ
որքան ես եմ տիրապետում տեղեկատվության մինչև 2000-ականների սկիզբը ազգային անվտանգության ծառայության այն կառույցը, որը համագործակցային փաստաթուղթ էր առաջարկում իր հետ համագործակցող անձանց, այդ այսպես կոչված այդ փաստաթուղթ կամ բլանկը ինքը ռուսերենով է գրված եղել։ Սա ես որքանով որ ես եմ տիրապետում այդ տեղեկատվությանը եւ թող օրինակ Փաշինյանի շրջապատում ես չեմ բացառում, որ այդ թվում նաեւ իրեն, օրինակ ես դա չեմ բացառում, որ եղել են մարդիկ, որոնք ժամանակին նման փաստաթուղթ են ստորագրել։ Թող իրենց հարցնեի, ինչ լեզվով էր այդ փաստաթղթերը։ Ինձ համար մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը հրաշալի գիտի, որ սա կեղծիք է, ինքը մի քանի խնդիր է լուծում։ Խնդիրը առաջին հայերենով տարածում է ինչ-որ մի բան, ինքը չէր կարող ենթադրենք տպել մի բան ռուսերենով, որը գոյություն չունի, ինչ առնչվում է Եզրաս Սրբազանի հետ։ Տպել է հայերենով ինչ-որ մի կեղծիք, սա սուտ քարոզչական տարածման համար է, ես հորդորում եմ լրատվամիջոցների ղեկավարներին չդնել վերնագրեր, օրինակ մի քանի տեղ կարդացել են, որ Եզրաս Սրբազանը պետ անվտանգության կոմիտեի գործակալ եւ այլն ազգային անվտանգության ծառայությունը տվել է փաստաթուղթ, նման բան չկա։ Ինչ որ մի լրատվամիջոց ինչ որ մի բան է տվել։ Եվ դա ինչ, ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես ասել է, որ իրենք ինչ որ մի բան են տալիս, տվել են այդ լրատվամիջոցին, չի եղել նման բան, պաշտոնապես որից է կառույց հայտարարել է, որ իրենք ազգային անվտանգության ծառայությունից նման տեղեկանք են ստացել, չի եղել նման բան, հետեւաբար նման վերնագրեր մտածածին ուղղակի դիտումների եւ ընթերցումների քանակ ապավելու առնվազն անթույլատրել է եւ անընդունել է։ Հիմա ինչ վերաբերվում է այդ փաստաթղթի կեղծ լինելուն, Փաշինյանը մի քանի խնդիր է լուծում։ Իր կողմնակիցներին ցանկացած պահին, ինչպես ասում են, որոնց վզին կա գցած թոք, դա ասենք Վարկաբեկի նյութերն են, դա այսպես շատ կարճ ժամանակում հարստանալու իրողություններ են եւ այլն, այդ թոքը ինքը կարճեցնում է, ուղղակի ավելի մոտ է պահում, հաշվի առնելով, որ Փաշինյանի համար ոչ լավ օրեր են մոտենում, որովհետեւ այսպես ասենք հավատարմությունը Վարկաբեկով նյութերով ավելի ամուր լինի։ Երկրորդ խնդիրը, որ ինքը լուծում է, որ ամենավտանգավորն է։ Նույնիսկ եթե ժամանակին ինչ որ անձինք այլ պետությունների սեփական պետությունների հետ համագործակցության ինչ որ փաստաթուղթ են ստորագրել, պետք է լինի օրենքով թույլատրված, որովհետեւ այդ փաստաթղթերը ըստ անհրաժեշտության հրապարակվեն։ Օրինակ, մեծ Բալթյան հանրապետություններում կա օրենք լյուստրացիայի մասին, որտեղ թույլատրված է ոչ բոլորին, ինչ որ անձանց վերաբերյալ, որոնք ժամանակին համագործակցել են պետանվտանգության կոմիտեի հետ, այդ փաստաթղթերի պատճենները հրապարակվեն։ Հայաստանում նման օրենք գոյություն չունի։ Եվ հետեւաբար Փաշինյանի կողմից կազմակերպված եւ ինչ որ լրատվամիջոցի կողմից իբր ստացած ազգային անվտանգության ծառայությունից այդ փաստաթղթի հրապարակումը իր մեջ վական լուրջ վտանգ է սպառնում։ Ինչու՞։ Որտեւ շատ պարզ է, որ ցանկացած անձ անկախ նրանից թե որ ոլորտում կարող է համագործակցել, այդ թվում նաև երկրի հայնիկի համար, օրինակ արտաքին հետախուզությունում եւ այլն, այդ կառույցների հետ, ապա այդ անձինք այլևս նրանք ովքեր որ ցանկանում են, վստահաբար իրենք կմերժեն ցանկացած առաջարկ, իսկ նրանք էլ որ ժամանակին համագործակցել են, իրենք չեն ցանկանա շարունակել իրենց համագործակցությունը, որտեվ որևիցե երաշխիք չկա, որ որևիցե ղեկավարի մտքով անցնի առանց օրենքի ինչ որ փաստաթղթեր օրինակ հրապարակել։ Ես իդեպ բականին քննադատորեն եմ մոտենում նաև եթե այդ իրողությունը այդպես է, ու ամենայն հավանականությամբ որ ժամանակին հրապարակվեց ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության հուշագիր կամ այսպես փաստաթուղթ ստորագրած այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պարտականությունը կատարող անձի վերաբերյալ Արադ Միրզոյանի խիստ քննադատաբար նման բաներ իրավունք չկա հրապարակելու։ Հետաբար Փաշինյանի այդ քայլը նաև ուղղված է ոչ ավել ոչ պակաս ազգային անվտանգության ծառայությանը։ Փորձ է արվում այդ կառույցի վրա առավելագույն ցեղ շպրտել։ Այդտեղ այդ կառույցում աշխատում են հարյուրավոր, եթե ոչ ավել պատվարժան բարձրաստիճան ավագ սպաներ, կրտսեր սպաներ, հրամկազմ,
որոնց ծառայությունը հայրենիքին է, որոնց ծառայությունը մեր երկրի ներկային ու ապագային է, բայց ոչ երբեք վարչակազմին է։ Այսօր Փաշինյանը ազգային անվտանգության ծառայությունը փորձում է դարձնել քաղաքական ոստիկանություն, այսպես ասենք, ոչ ավել, ոչ պակաս։ Ուղղակի անում են գործառույթներ, որոնք իրենց տրամաբանությամբ որից է ձևով չեն մտնում այդ կառույցի գործառույթների մեջ։ Նախ կառույցից կարևոր օղակներ դուրս դրվեց, որոնց արդյունավետությունը ապահովված էր այլ օղակների հետ լրջագույն համագործակցությամբ։ Այսինքն քանդելու առաջին գործը այդտեղ արվեց, երկրորդը սխալ կադրային քաղաքականություն, կան խմտածած, որտեղ դիլետանտներ կամ մարդիկ, որոնք այդ կառույցի հետ որևիցե աղերս չունեին, ոչ կրթությամբ, ոչ աշխատանքային փորձառությամբ նշանակում էին այդ կառույցների ղեկավարներ, բնականաբար դա խիստ բացաբար էր անդրադառնում եւ անդրադարձավ կառույցի աշխատանքների վրա եւ հիմա երրորդ քայլն է անում կառույցի բուն վարկաբեկման, այսինքն ամբողջ կառույցի ոչ նպատակային աշխատանքի։ Նորից եմ կրկնում Փաշինյանի եւ իր տերերի հանձնարարականով ազգային անվտանգության ծառայությունը բոբո պետք է դառնալ։ Այնպես ինչպես, այսինքն մարդկանց մոտ ընկալումներ պետք է առաջանա, այնպես ինչպես օրինակ ժամանակին աշխարհի լավագույն իր արդյունավետությամբ աշխարհին հայտնի Գերմանիայի դեմոկրատական հանրապետության հատուկ ծառայությունը Շտազի, որի ղեկավարը Վուլֆն էր, եւ այդ մարդկանց մոտ, գերմանացիների մոտ քարոզչական դաշտում այնպիսի ընկալումներ դրվեց, որ մարդիկ ուղղակի քարը չթողեցին, ոչ այդ կառույցի ղեկավար կազմին, ոչ շենքին եւ այլն։ Ես խիստ մտահոգիչ եմ գնահատում այս իրողությունը, այդ կառույցի աշխատանքների, աշխատակիցների ոչ իրենց գործառույթներով, պարտադրանքով ինչ որ բաներ անելու։ Մի մասը լավագույն սպաները ուղղակի դուրս են դրվել, նրանք ովքեր որ մնացել են, իրենց հետ փորձում են ուղղակի ոստիկանության գործառույթներ իրականացնել։ Խիստ ինձ համար խիստ անընդունելի է, ոչ միայն ինձ համար, սա պետության համար բավականին վտանգավոր իրողություն է եւ իշխանափոխությունից հետո այս ամեն ինչը մոտեցումները պետք է վերանայվի, շատ սպաներ, որոնք դրսում են, որոնք փայլուն կերպով իրենց պարտականությունները կատարել են, ունեն հսկայական փորձ, լրջագույն գիտելիքներ կապել, այդ մարդկանց մեծ մասին ուղղակի պետք է վերադարձվի կառույց։ Այսքանը ինչ վերաբերվում էր Վեհափար Հայրապետի, հարազատների եւ ազգային անվտանգության ծառայության ոչ օրինական գործունեությանը։ Ավելացնեմ ուղղակի, որ Վեհափար Հայրապետի հարազատների նկատմամբ առավել քան համոզված եմ իշխանությունների ճնշումները այդ թվում նաեւ քրեական հետապնդումներով շարունակվելու են, բայց դա որից է ձևով Վեհափար Հայրապետի առաքելության, այն մեծ առաքելությանը, որտեղ մեր օցիալ Հայրապետը այսօր իրականացնում է, որից է ձևով չի կարող ազդել ոչ իր անձի, ոչ էլ իր կողմից կատարված որոշումների։ Մեկ լրացում իմ խոսքի սկզբում ես ասացի, որ դեկտեմբերի 18-ին Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է եղել եւ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից նիստի որոշմամբ այլևս դուրս են դրվել այդ ղեկավարման կառույցից 3 թեմակալ առաջնորդներ՝ Վայոց Ձորի Աբրահամ Սրբազանը, ազգանունը չեմ հիշում, Գևորգ Սրբազանը Սարոյան, երրորդ անձը եւս մի թեմակալ առաջնորդ էր, եթե չեմ սխալում, Կոտայքներ։ Եվ այստեղ մարդկանց մոտ որոշակի վրդովմուն կա, թե ինչու Նավասարդ Կճոյան Սրբազանը դուրս չի դրվել։ Ուղղակի մեզ լսողներին ասեմ, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմում երկու անձ պայմանավորված չի, անձերով պայմանավորված է իրենց կարգավիճակով, այսինքն անկախ նրանից թե որ անձն է, այդ պաշտոնը զբաղեցնող մարդը ինքնաբերաբար ավտոմատ կերպով դառնում է ուրեմն Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ Խոսքս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի եւ դիվանապետի մասին է։ Այսինքն այդ երկու անձիկ չէ որ կարգավիճակ ունեն, այդ պաշտոնները Գերագույն հոգևոր խորհրդում կարգավիճակ ունեն, անկախ նրանից թե ով է այդ պահին թեմի առաջնորդը եւ դիվանապետը։ Այսքանը։ Պարոն Ապետյան, ուղղակի հենց նոր այս տեղեկությունը եկավ, շատ կարճ ձեր մեկնաբանությունը Նիկոլ Փաշինյանը
կգրոհի անձամբ մայրաթորը դեկտեմբերի 28-ին։ 24 News-ի տեղեկությունների համաձայն դեկտեմբերի 28-ին առաջիկա կիրակի Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական ճակերտներում լուծել մայրաթորի հարցը եւ արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։ Ըստ այդ սցենարի նա ծրագրում է իր կողմնակիցների, Տիրադավի եպիսկոպոսների, ինչպես նաև Կարգալույս նախկին հոգևորականների ուղղությամբ մտնել մայրաթոր, մասնակցել պատարագի եւ այնտեղից 18-ին ձախողվել։ Այո, հիմա արդեն ինքը անձամբ ոնց որ խնդրեմ այս մասով կարծես։ Դե հիմա եթե ինքը նման բան է պլանավորում, այդ նշանակում է, որ ամբողջ վարչական ռեսուրսը, այդ դուք հարց տվեցիք, ինչ զարգացումներ մինչև տարեմուտ։ Եթե ընդունենք այս իրողությունը իսկապես այսպես է, սա նշանակում է, որ այդ օրը, պատարագի օրը, կիրակի օրը Փաշինյանը պատրաստում իր ամբողջ ռեսուրսը, իրապահ համակարգի, վարչական ռեսուրսը, տեղական ինքնակառավարման մարմինների, ըստաս դավաճան եւ ուխտադրուժ եպիսկոպոս, արքեպիսկոպոսների ռեսուրսը բերել մի դաշտ, որտեղ բախման հավանականությունը շատ մեծ է դառնալու, իսկապես շատ մեծ, որտեղ այս կողմից այնուամենայնիվ մեր ժողովուրդը ցույց տվեց իր կեցվածքը, մեր հոգևորականները, հավանականությունը իսկապես մեծ է լինելու, որտեղ փորձ է արվելու գրոհել եւ զավթել։ Այսինքն ուղղակի այս գործողությունը կարելի ասել զավթել մայր աթոռը։ Եթե հիշեք, մի քանի ամիս առաջ Փաշինյանը բավականին հանգիստ, ինքնավստահ կերպով հայտարարում էր, որ իրենք հավաքվելու են Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակում հազարավոր մարդկանցով, որ գնան մայրաթոռ, մովավառության եւ այլն, բնականաբար նպատակը մայրաթոռը գրավելն էր։ Անցել է ամիսներ, Փաշինյանը իր այդ խոստումը չի կատարել, արձանագրենք իրողություն։ Հաջորդ Փաշինյանը փորձեց ամուսնացալ քահանաների մեծ բանակից 200-ից ավել միայն Հայաստանում կա ամուսնացալ քահանա, մի հսկայական պատար փոկել, շատ թվով։ Ընդամենը 3 անձ, որոնք կարգալուց եղան եւ 3-ը, որոնք մասնակցել են պատարակների, որտեղ Վեհափար Հայրապետի անունը զեղչվել է։ Այդ բանակից անգամ տոկոս չեն կազմում, հա։ Կամ մի քանի տոկոս են։ Սա եւս ցախողվել է։ Փաշինյանը հույս ուներ, որ այս 10 անձինք, որոնք որ սրբազաններ են, որոնք թեմակալ առաջնորդներ են, հույս ուներ, որ այս անձանց կմիանան այլոք եւ նրանք ժողովրդի մոտ բավականին բարձր հեղինակություն կարող են ունենալ, ինչևէ կյանքը ցույց տվեց, որ 10-ին ոչ միայն չմիացան, այլև 10-ի յուրաքանչյուրի մեջ վախերը հասել են դեպի երկինք, այսինքն այդքան մեծացել են։ Քարոզչական դաշտում Փաշինյանը ակնհայտ պարտվել է եւ իմ որպես այդ ոլորտում տարիներ շարունակ բական ակտիվ գործունեություն իրականացնող 90-ականներին պաշտպանության նախարարությունում 2012-13 թվականից հետո հասարակական դաշտում ես լրատվամիջոցները ընդդիմադիր անկախ նրանից թե ով որքան է հրապարակել, բայց իրենց եւ իրենց ղեկավարների, նաեւ այն քաղաքական ղեկավարների, որոնց օրգան են հանձնանում այդ լրատվամիջոցը, իմ շնորհակալությունն եմ հայտնում, բավական օբյեկտիվ, ճիշտ եւ պրոֆեսիոնալ լուսաբանելու համար մի երկու դրվագ ասեմ, ինձ իմ մոտ բավական այդպես տպավորվել է, երբ լրագրողներից մեկը Վազգեն Միրզախանյանին, որը Վեհարանի կողքը դեկտեմբերի 18-ին ինչ որ բաներ ընթերցում, երբ որ նրանք ավարտեցին, այդպես փախ գնում էին, այսպես ասենք երթուղային մեքենան նստեն, գազելը նստել, լավ էսպես, լրագրողներից մեկը իրեն էր թե Նավասարդ Կճոյանի, որ հարցրեց պարոն, հա, մեծ հաշվով, այո, ինչ, բայց պատասխանն էր, որ պարոնով դիմեց, վերջինս ասեց պարոնը պապատա, մի պահ լրագրողը այսպես չէ, լրագրողը մտածում էր ինչ պատասխանի, որտեղ արձագանքելու էր եւ տվեց փայլուն պատասխան, այո, լրագրողի հայրը պարոն է, իսկ դիմացինը դավաճան, ուխտադրուժ եւ հերձողական։ Սա
մի դրվագ լրագրողի եւ երկրորդը երբ այդպես խոսակցություն կրկին այդ անձանց հետ էր ինչ որ բաներ էին խոսում լրագրողներից մեկը ասեց որ մարդու սրտերը կարող է քննել միայն Աստված նրանք ինչ որ կեցվածք են դրսևորում այսինքն ես իմ շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրատվամիջոցների իրենց կեցվածքի պինդ ամուր օբյեկտիվ լուսաբանելու իրենց քրիստոնյա լինելու մեր եկեղեցու արժանավոր հավատավոր եւ նվիրյալ զավակ լինելու մեջ իսկապես այսօր Մարտի դաշտը մինչև գետնի վրա ինչ որ շենքեր գրոհելը ինչ որ մարդկանց ձերբակալելը Մարտի դաշտը դա քարոզչական դաշտն է եւ մեր լրատվամիջոցների այդ կեցվածքը մեր լրագրողների քաջ եւ նվիրական կեցվածքը կարծում ողջունելի է բոլորիս համար նաեւ ողջունելի է բոլոր այն հասարակական դաշտում ակտիվություն ունեցող անձանց որոնք քիչ չեն եւ այդ թիվը գնալով իհարկե ավելանելու է Ջայլոց այդ օրը տեսանք ըստ էության առաջին անգամ քիչ թե շատ ընդդիմադիրները միասնաբար գործեցին մասնավորապես առաջին շարքերում հայ հեղափոխական դաշնակցությունը Սամվել Կարապետյանի մեր ձևովը այն փոքր ուժերը ընդդիմադիր հայացքներ ունեցող որոնք իրապես գնացին եւ կանգնեցին Մայրաթորի Այո ես դրա համար եմ ասում այդ օրը որոշակի առումով այդ ճակատամարտը հաղթական ճակատամարտն էր բայց Եթե այնուամենայնիվ կա տեղեկատվություն, որի վերաբերյալ դուք նոր ընթերցեցիք, որ հաջորդ կիրակի օրը նման գրոհ է պատրաստվում, սա նշանակում է, որ այդ պատրաստությունը պետք է լինի երկկողմանի, վստահաբար։ Մեզ համար տեսանելի է իրենք ինչ են ուզում ցանկանալ, հայտնվել արարողության ժամանակ, պատարագի ժամանակ այն տարածքում, որտեղ վեհապար հայրապետը նստած է եւ ամենայն հավանականությամբ բռնությամբ փորձել ինչ որ հանել։ Սա դեկտեմբերի 18-ին իրենց նպատակները ակնհայտ դա էր եւ որը չստացվեց։ Ես չեմ բացառում, որ մինչեւ դեկտեմբերի 18-ը ասենք մինչեւ դեկտեմբերի 28-ը վեհապար հայրապետը ինչ որ որոշումներ կայացնի նաեւ այլ անձանց նկատմամբ եւ այլն, այսինքն այնպես չի, որ իշխանությունը եթե կազմակերպվում է, ապա անդիմադիր դաշտը եկեղեցու հոգեվոր առաջնորդը, հոգեվորականները, եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակներ ինչ որ բաներ չեն անելու, ինչպես ասում են նավայնե как նավայնե, սա հոգեվոր եւ տեղեկատվական դաշտում պատերազմ է։ Ընդ որում, այս պատերազմը նաեւ կարող է կանխորոշիչ լինել, պատերազմի արդյունքը նաեւ եթե հունիսին ընտրություններ է, ապա այդ ընտրությունների նախաշեմին այս ճակատամարտը կամ այս պատերազմը իր ուղակի դրոշմը կարող է թողել այդ ընտրությունների արդյունքների վրա։ Պարոն Հապետյան, եւս երկու հարց Նիկոլ Փաշինյանի դիմաց այլևս Ռուսաստանը կոնկրետ դնում է մանևրելու տեղ չկա, չեք կարող լինել ԵԱՏՄ անդամ, որոշում պետք է կայացնեք եւ մենք տեսանք նաեւ Սանկտ Պետերբուրգում խորին շնորհակալություններ Փաշինյանը հայտում Ալիևին, համեցեք։ Նախ Ռուսաստանի եւ երկրի ղեկավարի եւ վարչապետ, փոխվարչապետներ, տարբեր տնտեսական տարբեր կառույցների ղեկավարների կեցվածքը նոր չէ։ Սա առաջին անգամ չէ, հիմնականում դրա մասին բացաձայնում է փոխվարչապետ Օվերչուկը, որ միաժամանակ չէ կարող երկու մաքսային կառույցի մեջ լինել, ինքնին դա հակասություն է, ոչ թե դա պարոն Օվերչուկի կամ երկրի վարչապետ Միշուստինի կեցվածքն է։ Ակնհայտ է, որ Փաշինյանը այս գործողությունները, եթե մենք, որոնք փորձագետներս, վերլուծաբաններս բաց աղբյուրներից կարողանում ենք բավականին ճշգրիտ կերպով գնահատել քայլերը, նպատակները օրվա իշխանությունների եւ պատվիրատուների, որոնք հանձնարարականներ են իջեցնում Հայաստանի իշխանությունին, թե մեզ համար տեսանելի է, ապա որքանով տեսանելի է մի հզոր տերության երկրի ղեկավարները, որոնց սեղանին բնականաբար դրվում է նաև որոշակի փակ տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա չի։ Իրավիճակը իրենք հրաշալի հասկանում են եւ բնականաբար գալիս է պահը եւ գալու է պահը, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի իրենց քայլերը վերջնարդյունքում շախմատային լեզվով ասած ցուկցվանգի վիճակում են իրենց դնելու։ Այսինքն ինչ քայլեր անեն սկզբունքորեն իրենց դեմ է աշխատելու, թեև հիմա էլ է այդպես, բայց ուկրաինական թնջուկը լուծելուց հետո, ընդ որում վերջերս Մայամիում երեք ավարտվեց հանդիպումը Ռուսաստանի ներկայացուցիչի, նախագահի եւ ԱՄՆ-ի, հաջորդ հանդիպումը բարձրաձայնվեց, որ Դիմիտրիևը ասաց, որ Մոսկվայում է լինել, վաղ թե ուշ Ուկրաինայի
Ուկրաինայում Ռուսաստան արևմուտք, որի առանցքը Բրիտանիան է եւ Եվրամիությունը, այդ պատերազմը կանգնելու է։ Բնականաբար արևմուտքի գլոբալիստների պարտությամբ, բնականաբար այդ պարտությունը ալիքաձև շատ արագ տեղափոխվելու է բոլոր այն երկրները, որտեղ գլոբալիստներն են բերել իշխանությունների տվյալ երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ ասել, Հայաստանում կարող են մինչև հունիս ամիսը գործընթացներ գնալ, որի մասին մենք կարող ենք ենթադրել, թե ինչ գործընթացներ կարող են գնալ։ Ուստի եւ Ռուսաստանի կեցվածքը շատ նորմալ է, իր ազդեցության տարածքն է, իր համար ռազմավարական դաշնակից պետության երկրի ղեկավարության կեցվածքը անընդունելի է, փորձում է անել քայլեր, որը անելուց հետո կարող է իսկապես գործնականում վնասել իշխանություններին, բայց այդ վնասի հետևանքները կարող է կրել նաև մեր ժողովուրդը եւ մեր պետությունը, բայց քանի որ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը Ռուսաստանի համար կարևորագույն արժեք են, ապա ինքը այդ քայլերի առումով որոշակի սահմանափակումների մեջ է, չանի քայլ, որը չվնասի մեր ժողովրդին, չվնասի մեր պետականությանը, ինչպես ասում են, առայժմ ժամանակապես հանդուրժում է, բայց ես չեմ բացառում, գիտեք, Փաշինյանը հիմա շատ կարմիր գծեր է անցել, ես այդ ժամանակը չգիտեմ, չեմ կարծում, որ Ռուսաստանի կեցվածքը ժամանակ տալը, ինչպես ասում են, արևմտյան քաղաքական գործիքակազմի կարևորագույն բաղադրիչներից է։ Ուղղակի Ռուսաստանը անում է այն, ինչ անում է, հաղթել արևմուտքին Ուկրաինայում։ Այնտեղ կռիվը պատերազմը կանգնում է, ես չգիտեմ երբ կկանգնի։ Այնուամենայնիվ Բրիտանիան, Եվրամիությունը դիմադրում են, որ այդ պատերազմը չկանգնի, անել ամեն ինչ, որ այդ պատերազմը շարունակվի։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները անում են ամեն ինչ, որ այդ պատերազմը կանգնի։ Որ պայն այնտեղ պատերազմը կանգնում է, ասում եմ, ալիքաձև եւ շատ արագ մեր նման երկրներում իշխանափոխություն ուղղակի օրվա հրամայականն է դառնալու։ Գիտեք, այդ բառերը երբ լսեցի, խորը շնորհակալությունը, հիշեցի կոշիկ լիզելու մասին։ Փաշինյանը երբ այսպես մի կեցվածք է դրսևորել, որը իր ներքին էությունն է, որը արժանապատվությունն է, որը Արցախում հաղթած երկրի վարչապետի կեցվածքն է, իսկ մինչ այդ ընդդիմադիր մեղադրում էր իշխանություններին կոշիկ լիզելու մեջ, հետո պարզվեց ինքը ուղղակիորեն անում է ճիշտ հակառակը։ Դե խորին շնորհակալություն, ասենք, այդ նիստի ժամանակ նման բան ասելու իմաստը ո՞րն է։ Այսինքն մեսիջներ կրկին Ադրբեջանին, Թուրքիային, որ ինձ օգնեք, ինձ չխանգարեք, որպեսզի 2026-ի հունիսին ես վերընտրվեմ եւ իհարկե կատարեմ բոլոր այն խոստումները, որ մինչև տարել եմ։ Ընդհանրապես, այսինքն քծնանքի մեծ դոզա, ընդ որում անսպառ եւ մեծ պաշարով, ոչ ավել եւ ոչ պակաս։